Ժողովրդյան շնորհավորում եմ ձեր զատիկը եւ նոր տարին անցած եւ զատիկը հիմա ակված է շնորհավորում եմ սիրում եմ ձեզ Չլի Փաշինյանի բառերն եմ ասում բայց գիտեք ինչի դից մտածեցի որտեվ հելիքը ծանոթներ ունեմ Ուկրաինայում բնակվում են արդեն 4 տարի պատերազմը չգիտեմ խիմիշ պատերազմները 4.5 տարի են տևում ինչպես հիշում եք մեր առաջին Արցախի պատերազմները էր այդպես մեծ հայրենականներ եւ այլն լավ գիտեք ինչի եմ տենց ասում Ուկրաինայում հիմա բնակվող լիքը ծանոթներ ունեմ բարեկամներ զանգում խոսում եմ ուրախանում եմ բանից պատերազմ չկա իրանց մոտ գիտեք մենք ենք ասում ինչ որտեղ հարսանիք են անում ինչ որտեղ կաֆեներում են նստած մեղադրում ենք ինչպես հիշում եք էլի մենք բոլորս բայց այդ ինչ հա այնտեղ ընդհանրապես չեն խոսում մեր մոտ խաղաղ թե պատերազմի վիճակում միշտ գնաց են խմում զինվորին բա այնտեղ ընդհանրապես չէ ոնց է պատերազմ չլինի ինչքան մենից մեղադրեին քեֆերի հասանիքների համար այդ ժամանակահատվածում դե հիմա եւ այդքան լավ չենք բայց միևնույնն է բոլորս տխուր ենք բոլորս անհանգիստ ենք բոլորս մտածում ենք պատերազմի ավարտի մասին ոնց կավարտվի եւ ինչ կլինի բոլորս մտածում ենք զինվորի մասին երևի թարս է էլի մեր ղեկավարը չէր մտածում մեր պատերազմի մասին ժողովուրդներ մտածում այնտեղ Զելենսկու վրա հալ չկա աստված իմ հենց ոչ թե առաջ օրվանից դեռ որ Սլավեսնե Պերեպալկայի մեջ էին Պուտինի հետ այնտեղ ասում էր կրասավիցը ջրժիս Պուտինը իրանց այն ժամանակվանից շատ լուրջ ու փոխվեց այդ տղան լուրջ եմ ասում հենց քայլելուց հայացքից ամեն ինչ ծերվում որ մտահոգ է որ նպատակասլաց է լինի Թրամփի մոտ լինի իրեն երկրամյա բնակիչների հետ խոսելիս միշտ դա զգացվում է ժողովուրդը թքած ունեն լուրջ եմ ասում դե իրանց հիշացնես որ իրանց մոտ պատերազմ է դա правильно դա իրանց նովում ռոկում է այդ ավելի կարևոր է ինձ որ մենք մեզ անթող չդնենք մենք բոլորս շատ տխուր մանտրաշ ենք եղել թեկուզ մեզ խափում են որ հաղթում ենք բայց միևնույն մենք շատ լուրջ ենք լավ մի անգամ է ձեր սուրբ զատիկը շնորհավոր լինի լրիվազգս լավ լինի ես մտածում էի որ անձնական ոչ մեկի ոչ մի մաղթակ չունեմ միայն կմաղթեմ նոր տարուն իմ երկրին բարելավի իրեն վիճակը այդ կկպնի բոլոր բնակիչներին հետո մտածեցի ոչ բոլորը թքած ունեն երկրի վրա թողուն առանձին բոլորը հաջողակ լինեն հիմա մտածում եմ չէ մենք համախմբված ազգ ենք բոլորս իրար հետ լավ լինենք ու պետք է շատ պատժ կանել մեր արտասահմանի հայերին արդեն անգամ մոռացա ոնց են իրենց ասում լոբիստ եւ այլն դիասպորաներին հանգական հարցը բարձրացնում են օֆիցիալ Երևանը փակում է իրանց ջանքերը զուր են շատ ժամանակ գնում բայց եւ օգուտ են տալի հիմա Ադրբեջանի դեմ էլի հարցեր են բարձանում անգամ հարց է բարձանում շատ բարձր տրիբունաներից որ պետքա ջնջել Ադրբեջանին որտեղ թուրքերը ռուսերն են կառուցել թաթարների մեջ են ապրել թող ասում են անգամ կֆինանսավորենք էլի այդ երկիրը թող չլինի թաթար թող գնան էլի թաթար չգիտեմ իրանք ինչ են եղել ով են եղել գնան այդտեղ Տուրքիան ինչ որ դեմ է Ռուսաստան արդեն դեմ չի լինի այնց որ այդ սաղ ջանքերն են մեր մոռացա յանց ոնց են ասում մեր լոբիստների լավ այդպես ասենք մեր լոբիստների մեր համայնքների աշխատանքը եթե օֆիցիալ Հայաստանը թողում է մեր արտաքին գործերի նախարարությունը դիպլոմատический կորպուսը թողում է
ինչքանով թվում են մարդիկ աշխատում են, իրանց հաջողություն մաղթենք եւ պետք է իրանց կողք լինեն, ժողովուրդ ջան, լավ հասկանում եմ, բիզնեսներ եք բացել, հիմա Փաշինյանը թողում է բիզնես վարել, այն ժամանակվա նման բկին չի կանգնում, բայց ասեմ այդ ժամանակի բնույթ է կրում, վերևներից են սկսել, կամանց կտեղավորեն, լրիվ իրանցով կանեն, հլա այդ մելքի բուտկի կմեկալքի բիզնեսներին չեն կպնում, կրոպներն են կպնում, սուպերմարկետներ, բաներ, ժամանակին հետո կամանց ձեզեգը քան, բայց հեչ չեմ ուզում այդ լինի, սկսել եք լավ ապրել, շարունակեք լավ ապրել, ես տեսնում եմ աղջիկեր կամ ոնց են քիթների մտներ սարքում, ոնց են կսվում, ուշում, զգում եմ, որ լավ են ապրում, ինչ թվերով էր ուզում է, պարոն Բագրատյանը շատ եմ հարգում Հան Բագրատյանին, բերել, որ աղքատությունը շատացել է, ես տեսնում եմ հակառակը նվազել է, իմ երկիրս դարել է մեծ մի հատ յարմկա, ամենուրեք առուտուրա եւ շատ հաջող առուտուրա, ջանդամ առուտուրա գոնե հաջող է, Սերժի ժամանակ առուտուր էր եւ անհաջող, հիմա ավելի շատ է եւ մարդիկ ավելի հաջող են, բիզնեսներ բացում, փոքր, միջին, ասում են ժողովուրդ ջան, ես չի մնա, սա մեծեհվեցնեն, ոնց է սուպերմարկետները բանվեցնում, մեծեհվեցնեն, ուրա Մոսկվիչկան, 8 է դառնում բոլոր սուպերմարկետները, կամանց, են մոլիբդեն, հեծ, մեծ, ծաղվեցնում են, կրոպներին են, լակրոպներ կվեցնեն, հետո կհասնեն մյակիներին, ես ես այդ չեմ ցանկանում, բոլորի ինչքան մարդ գիտեմ, որ փոքր բիզնեսով է զբաղվում, տունները գրավի տակ են, բոլոր արդեն հանել են, մեծ հաճույքով գնում են, էլի վարկ են վեցնում, էլի ում են, լավ է գնում բիզնեսը, լավ եղեք ժողովուրդ ջան, տեզատիկը շնորհավոր, մեր եկեղեցուներ, տոկունություն, ինչ հայկական է պետք է լինի, մի նայեք այսքան բիզնես է անում, այն է ասում, այն է անում, մեկ ատխկույց գիտեք ինչքան դպրոցներ և մանկապարտեզներ է բացում, և ինքը և իր եղբայրը, մարդիկ չեն կարողանում, ես հասկանում եմ, դուք ուզում եք, որ հա, մաքուր, անգել լինի, չի այդպիսին չկա, ես հիշում եմ գնում էի, նոր է սկսել Սրբազան պայքարը, տնացի տեսնեմ ընդեղ ինչ կա, ինչ չկա, և ես բան արեցի, նկատեցի, ասեցի, ասված եմ, ինչ աղ մարդը սև շորերով հոգնաճարտված կարմիր ագնոսներով կողքի կանգնած, զգում եմ ավելի մաքուր մարդակ, քան հենց ինքը Սրբազանը, որ անդադ ինչ-որ բաների մասին է խոսում, երևի զգացվում էր, մարդու պահվածքից, խոսալուց, դարգացում ինչքան նվիրված է, իրան ոչ խոսացվում է, ոչ բանի տեղում դնում է, կադում դնել անին, բայց ինքը աշխատում էր, հոգնած, ջարդված, իսրտանց, հենց որ, բայց ես դրանից չասեցի, որ ասենք Վազգեն Գալստանյանը վատնա, դրանից չեզրակացրեցի, այն մարդ ավելի, աստվածաբախ ինձ թված, ավելի մագուր թված, քան թե ինքը Սրբազան Չինյան ասում, ուշում ես Գալստանյան եմ հիշում իրան, կամեն ասել, որ նենց որ իրանք իր մարդիկ են ասում եմ, բայց մեր կաթխիկոսը on պամազնիկ, հասկանում եք, ոչ բոլոր կաթխիկոսներն են, իմ կաթքով անգամ ռիմսկի պապը չի, պամազնիկ չի, ինքը պամազնիկ է, չկա, երեխեք ջան, մենք սաղասեր մեր մեղքերում ունենք, տենց չի էլի, որ դուք պատկերացնում եք, անգելա, ես գիտեմ, ինչ ասում են, հավատում են, ասում են բետ զատիկին, անդեղ լուսը վարվում է, անդեղ լուսը գալիս աստեղ, փոխանցվում է, չուդը, ասում ոնց նայում ես ամաց, ոնց է փոխանցվում ինտերնետով, ինքնաթորով են նույն վարկյանը չեն կաբերեն, պարզ չի միացնում են, ստեղ, բոլոր եկեղեցիներում վարվում է, չուդը, նյետ, լուծի դոբր է, կամ որ ասում են եկեղեցում, Թուրքիայի կրակում են եկեղեցին չի կպնում, զորավորա, չի կարող մի դեպք տենց եղել, կամ երկու դեպք, բայց տենց չի էլի ժողովուրդ ջան, հիմար բաներ ասեն, դուք էր հավատակ, ոչ ես վիշենիկներն են անգելս նիբես, անգելները կարող
անգելները ուրիշ կառուցվածք ունեն, ուրիշ ձևի են, իրանք կարող են без греха ապրեն։ Իսկ կնեք կաթողիկոս եւ սրբազանները սովորական մարդիկ են, որոնք ասենք այդպես միսիա են կատարում, աշխատում են։ Յանցը ուրիշ է։ Կամ 50 տարի առաջ աղջկա ունեցի, քեզ բան։ Լավ ժողովուրդ ջան, էլի շնորհավորում եմ ձեզ, լավ եղեք։